Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Ռամադանի ընթացքում կրակում էին, հետո մի քանի օր հանդարտվեցին ու հիմա էլ շարունակում են կրակել։ Խոզնավարի ղեկավարն է պատմում։ Կրակոցները նույն ձևին, նույն ժամերին լինում է։ Որ ժամերին են լինում։ Ժամը 10-20 բան սկսում է։ Երեկոյան 10-20-ից սկսում են կրակել։ Հա, 10-20, 12-20, 3-20 կամ տենց։ Տևականությունը ինչքան է, երկար են կրակում։ Հա, չի կարող եմ 5-10 բան պուշտ։ Մերոնք պատասխանում են, թե իրենց կողմից է միայն։ Ոչ մի անգամ։ Իսկ ինչ տրամադրություն է գյուղում։ Ժողովրդական մատիրագործին իրեն բնական հունով իրենց աշխատանքներն բան չկա, որ ասեմ վախեցած են, խառնեն։ Արդեն քանի օր է նա կրակում է Սյունիքի ուղղությամբ, կրակում է քաղաքացիական բնակչության, բնակելի գյուղերի ուղղությամբ։ Ինչ հարց է լուծում Ալիևը, որքան Իրանը զգաստ է ու զինանոցը թիվ 1 պատրաստության է բերում սպասելով Միացյալ Նահանգներից հարվածի, այնքան Ալիևն ակլորացած զենքի փողն ուղում է դեպի Սյունիք։ Դատելով միջազգային ընդհանուր իրավիճակից, ադրբեջանական կողմը այս պահի դրությամբ դեռևս չունի հստակ պատկեր, թե ինչպիսի արձագանքներ կլինեն տարբեր դերակատարների կողմից, եթե իրենք գնան ագրեսիվ գործողությունների։ Խոսքը իհարկե ավելի լայնամասշտաբ գործողությունների մասին է։ Այս կրակոցները մի կողմից ուժի սպառնալիքի կիրառում են, մյուս կողմից նաև նպատակ ունեն հասկանալու տարբեր մայրաքաղաքներից եկող հնարավոր արձագանքները, որպեսզի իրենց հետագա գործողությունները պլանավորեն։ Մասնագետները նկատում են, որ Բաքուն նաև տնտեսական խուճապի մեջ է, նավթի գինն այստեղ կտրուկ գնանկում է ապրում։ Հիմա նա խնդիր ունի նաև սեփական տարածքում հանդարտություն պահելու, ու հերոս Սաքլորի իր դերի մեջ էսկալացիոն ֆոնն է պահում։ Ուղիղ իր վերահսկողությամբ աշխատող պետական AzTV-ի Աստծո ամեն օրն է հայատյացություն սփռում։ Մեծ վերլուծական կոչով թողարկումով պնդում է, թե հարկավոր է միջազգային հանրությանը համոզիչ բացատրել, որ հայկական կողմը խաղաղության չի ձգտում։ Ադրբեջանցին ասում է, հայերը գենետիկորեն խաղաղասեր չեն։ Նրանց գենետիկ կոդում չկա խաղաղության ձգտում, այլ կա ահաբեկչության, վանդալիզմի, զավթողականության ու ցեղասպանելու ցանկություն։ Հետո պնդում է անում, թե հայերը թայմաութ են վերցրել ու պատրաստվում են նոր պատերազմի։ Ամենևին չի խոսում իհարկե այն մասին, որ հայկական կողմը ասում է պատրաստ է հետաքննել Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունները հիմնավորող փաստերը, դրանք Հայաստանին փոխանցելու պարագայում։ Շրջանցում են նաև առաջարկը հրադադարի խախտման հետաքննող մեխանիզմ ստեղծել, կիրառել հետաքննել տոտալ լռությունը։ Այս ուղղությամբ քայլ չեն անում։ Ավելին կրակում են ու Ադրբեջանի արտգործնախարարությունն այս օրերին Հայաստանին մեղադրում է ոչ միայն ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակելու, այլև սահմանին լայնածավալ կուտակումների, այդ թվում հարձակողական սպառազինություն տեղակայելու համար։ Ստերի ֆանտաստիկ շարք է իհարկե, բայց բեմականացման բեմն ավելի են բարձրացնում, պարզաբանում պահանջելով Երևանից։ Ինչ խոսք, մաստեր կլաս է կեղծավորության։ Արցախի հանրապետության սահմանադրությամբ որևէ պաշտոնյա, այդ թվում երկրի ղեկավարը լիազորված չէ լուծարել հանրապետությունը։ Արցախի տեղեկատվական շտաբն արձագանքել է արտաքին գործերի նախարարի հայտարարությունը, որը հղում անելով Արցախի նախագահի ստորագրմամբ Արցախ պետության էջը փակելուն, նշում էր, թե ստորագրման պահից խնդիրը դուրս է եկել Հայաստանի եւ Ադրբեջանի միջև միջպետական հարաբերությունների օրակարգից։ Արցախի տեղեկատվական շտաբը պնդում է, որ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հղում անելով Արցախի իրավական դաշտում երբևիցե գոյություն չունեցած փաստաթղթին միաժամանակ անտեսում է Արցախի հանրապետության անկախության մասին հռչակագիրը, սահմանադրությունը եւ օրենքները։ Մենք այնքան ընդհանուր բան ունենք, երկուսից մուտքն էլ սիրելի Հայաստան արգելված է։ Զատուլինը դիմել է Մարգարիտա Սիմոնյանին։ Ռուսաստանի Դաշնության Պետդումայի ԱՊՀ հարցերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալը ՌՏ-ի գլխավոր խմբագրին շնորհավորել է տարեդարձի կապակցությամբ եւ գրել. «Սիրով միանում եմ ձեզ ուղված շնորհավորանքներին, չէ որ մենք ընդհանուր այնքան բան ունենք հարավային արյուն, սեր Սոչիի հանդեպ եւ մուտքի արգելք սիրելի Հայաստան։ Իդեպ երբևէ չեմ հետաքրքրվել, արդյոք ձեզ են ինձպես արգելել մուտք գործել Ադրբեջան»։ Ապրիլի 8-ին շտապօգնության մասնակցությամբ հերթական վթարն է տեղի ունեցել Մայրաքաղաքում։ Թամանցիներ փողոցում շտապօգնության մեքենան բախվել է Երկաթե Էլեկտրասյանը։ Վարորդը, բժիշկն ու բուժքույրը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։ Վիրավորներին առաջին օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվ են գործել ոստիկանության բարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի բարեկները։ Ավելի ուշ հայտնի է դարձել, որ վարորդի կողքին գտնված եւ հոսպիտալացված բժիշկը մահացել է։ Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակն էլ հայտնել է, որ ցավոք բժիշկը ամրագոտիով ամրակապված չի եղել, ինչի հետևանքով էլ ստացել է ծանր վնասվածքներ, որոնք կյանքի հետ անհամատեղելի են եղել։ Իսկ բուժքույրը վիրահատվել է, առողջական վիճակը գնահատվում է ծանր։
Ժամանակներս կրկին ավելացել է շտապօգնության ավտոմեքենաների մասնակցությամբ վթարները, այդ թվում ոչ միայն Երևանում, նաև մարզերում։ Շաբաթ օրը Իրանը եւ Միացյալ Նահանգները կհանդիպեն Օմանում բարձր մակարդակի բանակցությունների համար, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարը։ Աբբաս Արաղչին նշել է, որ սա ոչ միայն փորձություն է, այլև հնարավորություն։ Գնդակը ամերիկյան դաշտում է։ Իրանի արտաքին գործերի նախարարը եւ Թրամփի հատուկ բանագնաց Ուիթքոֆը Օմանում կայանալիք բանակցությունների գլխավոր բանախոսներն են լինելու։ Միացյալ Նահանգների սահմանած մաքսատուրքերի դեմ Եվրամիությունը հակաքայլերի վերջնական ցանկ կընդունի ապրիլի 15-ին, նույն օրը ուժի մեջ կմտնի տուրքերի առաջին մասը։ Մնացած սակագները կգործեն մայիսի 15-ից, միևնույն ժամանակ Եվրամիությունը պատրաստ է նստել Միացյալ Նահանգների հետ փոխադարձ պարտականությունների շուրջ բանակցությունների սեղանի շուրջ, եթե Վաշինգտոնը պատրաստ լինի, բայց Եվրամիությունը անվերջ չի սպասելու, ասել է նա։ Ավելի վաղ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայնը հայտնել էր, որ Եվրամիությունը Թրամփին առաջարկել է չեղարկել երկու կողմերի արդյունաբերական ապրանքների նկատմամբ բոլոր մաքսատուրքերը։ Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության արդյունավետության վարչության ղեկավար Իլոն Մասկը անձամբ է խնդրել նախագահ Թրամփին վերանայել մաքսատուրքեր սահմանելու որոշումը, սակայն նրա խնդրանքներն ապարդյուն են եղել, հայտնել է Washington Post-ը հղում անելով աղբյուրներին։ Անցյալ շաբաթվա վերջին Մաքսը X սոցիալական ցանցում քննադատել էր Սպիտակ տան խորհրդական Պիտեր Նավարոին, որն առանցքային դեր է խաղացել գնագոյացման պլանների մշակման գործում։ Էլեկտրական մեքենաների գործադիր տնօրեն Մասկը վաղուց էր կարծում, որ մաքսատուրքերը վնասում են իր ընկերությանը, որը հենվում է Ամերիկայի եւ Չինաստանի վրա, որպես հիմնական արտադրական եւ սպառման կենտրոններ։ Թրամփը եւ պաշտպանության նախարար Փիթ Հեքսեթը հայտարարել են երկրի պատմության մեջ առաջին անգամ $1 տրիլիոն արժողությամբ պաշտպանական բյուջեի ստեղծման ծրագրերի մասին, ինչը ռեկորդային գումար է բանակի համար։ Այս մասին գրել է Պոլիտիկոն։ Թրամփը Իսրայելի վարչապետ Նեթանյահուի հետ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ բյուջեն կլինի $1 տրիլիոն չափով։ Ոչ ոք նման բան չի տեսել, մենք պետք է կառուցենք մեր բանակը, բայց բանակը մի բան է, որը մենք պետք է կառուցենք, եւ մենք պետք է ուժեղ լինենք, քանի որ հիմա շատ չար ուժեր կան, ասել է ԱՄՆ նախագահ Թրամփը։ Նեգրոս կղզում գտնվող ֆիլիպինյան կանլաուն հրաբուխը ժայթքել է 4 գյուղերում մոխրի պատճառով դադարեցվել են դասերը։ Մագադանում փրկարարները հավաքել են աշխարհում ամենամեծ սառցե փազլը ձկնորսներին ու նրանց մեքենաներն ափանելու համար։ Ցույց տալով հնարամտություն եւ հմտություն փրկարարները օգտագործելով մոտորանավակներ եւ օդանավեր սկսել են սառույցի կտորները քաշել դեպի իրար, դանդաղ քարշ տալով դեպի ափ։ Աշխարհը վաղ թե ուշ կբախվի նոր համավարակի, ասել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ղեբրեյեսուսը։ Նրա խոսքով դա տեսական ռիսկ չէ, այլ համաճարակաբանական որոշակիություն։ Նա այս հարցը բարձրացրել է միջկառավարական բանակցային մարմնի նիստում։ Ղեբրեյեսուսը հիշեցրել է, որ կորոնավիրուսային համավարակի ժամանակ աշխարհում պաշտոնապես մահացել է 7 միլիոն մարդ, թեև զոհերի թիվը գնահատվել է 20 միլիոն։ Կազմակերպության ղեկավարը նաև նշել է, որ համավարակը ավելի քան 10 տրիլիոն վնաս է հասցրել համաշխարհային տնտեսությանը։ Նա համոզված է, որ հաջորդ համավարակը կարող է սկսվել 20 կամ ավելի տարի հետո, իսկ գուցե նույնիսկ վաղը։ Երգիչ Անդրեի կնոջ Անի Օհանյանի գրառման դեպքի առթիվ դատախազությունում ուսումնասիրություն է սկսվել։ Այս մասին հայտնել են գլխավոր դատախազությունից։ Նշենք, որ 2024-ի տարեվերջին մամուլում հրապարակումներ եղան, որ երգիչն ու կինը Անի Օհանյանը բաժանվել են։ Քրեական դատավարության օրենսգրքի 11-րդ հոդվածով էլ սահմանվում է, որ ընտանիքում բռնության հատկանիշներով հանցանքներով անկախ քրեական հայց ներկայացնելուց կամ քրեական հայցից հրաժարվելուց դատախազի նախաձեռնությամբ քրեական հետապնդումն իրականացվում է հանրային կարգով։ Վերը նշված կարգավորումներից բխում է, որ Անի Օհանյանի գրառումն ինքնին կարող է քրեական վարույթ նախաձեռնելու առիթ լինել։ Վաղ առավոտյան պրոշյանցիները կրկին մի քանի ժամ փակ էին պահել Երևան աշտարակ ճանապարհը։ Վաղը կառավարությունում հանդիպում տեղի կունենա։ Մեր խմբից 4 հոգու կառավարությունում կընդունեն ու այնտեղ կհիմնավորենք մեր պահանջները։ Ցույց կտանք նաև GPS-ով տարածքը, եթե չընդունեն մեր առաջարկը, ապա դրանից հետո ավելի շատ մարդկանցով կհավաքվենք, աշակերտներն էլ դպրոց չեն գնա։ Երևան գնացողները այս ճանապարհին աշխատողները կմիանան մեզ, նշել է բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը։ Պրոշյանցիներն ավարտել
կազմակերպել են ակցիան եւ գնացել մշակույթի տուն քննարկելու իրենց հետագա քայլերը։ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետ Արսեն Կարոյանը, որը կաշառքի գործով է ձերբակալվել, ապա ազատ էր արձակվել 2 ամսով կալանավորվել է, հայտնել են հակակոռուպցիոն դատարանից։ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Կարոյանի նկատմամբ գրավը եւ վարչական հսկողությունը որպես խափանման միջոց ընտրելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը եւ Կարոյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել կալանավորումը։ Իրանի քաղաքացիները Հայաստան են ներկրել շուրջ 12 կիլոգրամ թմրամիջոց։ Իրանի Իսլամական Հանրապետության 2 քաղաքացի կալանավորվել է։ Օրերս Ագարականցակետում պետական սահմանից ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման եւ հսկողության վարչության աշխատակիցը ռենտգեն սարքավորման միջոցով մաքսային զննման է ենթարկել Իրանի Իսլամական Հանրապետությունից ժամանած քաղաքացի Ն.Ա.-ի կողմից շահագործվող բեռնատար ավտոմեքենան եւ կցորդը։ Արդյունքում կցորդին ամրացված ջրի տարայում նկատվել են կասկածելի զանգվածներ։ Թմրամիջոցի մաքսանենգություն կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի արկայության հիմքով ձերբակալվել է Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Ն.Ա.-ն, ով ներկայացվել է ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն։ Քրեական վարույթի շրջանակում միջնորդություններ են ներկայացվել դատարան Իրանի քաղաքացիներ Ն.Ա.-ն եւ Է.Ն.-ն կալանավորելու վերաբերյալ, որոնք բավարարվել են։ Երկրաշարժ Ադրբեջանում էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-ից 5 բալ։ Երկրաշարժը գրանցվել է նաև Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում, ինչպես նաև Սոտք եւ Կուտ գյուղերում 2-ից 3 բալ ուժգնությամբ։ Դռները կողպված են, տարածքն ազատված, Կոմիտասի շուկան հետայսուփակված է։ Գոհ չենք, դե հաճախորդները երևի կեսը չգիտեն, որ շուկան տեղափոխվի։ Վաճառականները տեղափոխվել ու ապաստանել են շուկայից ոչ հեռու նոր տարածքում, ծածկեր են դրել, բացօթյա ու փակ տաղավարներ տեղադրել, հարմարվել ու մի կերպ վաստակում են օրվա հացը։ Բնականաբար միտեղ պետք է գտնենք, որ շուկային մոտիկ լիներ, հաճախորդներ շատ չկորցնենք, ճիշտ է կորցրել ենք, բայց դե ոչինչ։ Անկամ սկզբից սրանք սարկած չեն եղել, այս սեղանները, մենք մտել ենք ներսն են կանգնել ձմեռը, շատերը կանգնած չեն եղել, մի քանի հոգով ենք ներսը կանգնել։ Էսի որ չլիներ չտային ինչ պյանեինք։ Մեր տարիքում մեզի ոչ միտեղ չէին ընդունի աշխատանքին, հենց որ էլի փառքը շատ Աստված, որ էսի տվել է։ Այնքան էլ գոհ չեն պայմաններից համեմատում ու հիշեցնում են նախկին մեծ ու ընդգրկուն տարածքը, որն իրենց ապրուստի միակ միջոցն էր, դրան գումարած իրենց նոր հասցեի մասին էլ քչերը գիտեն։ Ասում են հաճախորդներ շատ են կորցրել։ Ձեզ հեշտ են գտնում տարածքը։ Դե զանգով են գալիս, այնպես են պատահականությամբ են գալիս, անծանոթ է գալիս։ Ոչ բոլորն են էլի ասեն կարողանում գտնել։ Մենք նույնը ձևի վաճառում ենք, ուղղակի հաճախորդներն են քչացել, ժողովրդի ձեռքը փող չկա։ Ես որ գոհ եմ սեզոնի համեմատաբար, որ ավելի վատին ենք սպասում, քանի որ նոր տեղա ոնց որ 0-ից դու սկսես, բայց էլի Աստծուն փառք, մեր լավ հաճախորդների շնորհիվ գոհ եմ, այո։ Մեկ այլ խնդիր է բացօթյա այս տարածքում ձմռանն աշխատելը։ Վաճառականները թեև ժամանակավոր կացարան են գտել, բայց ցուրտ ձմռանը չգիտեն ուր են գնալու, ինչ են անելու։ Ասում են քաղաքապետարանը խոստացված տարածքն այդպես էլ չհատկացրեց։ Ինքնուրույն են տեսել իրենց գլխի ճարը։ Քաղաքապետարանից եկան, ստից խոսացին, ձեզի տեղ կհատկացնենք, ոչ մեկն էլ ոչ մի բան չարեցին։ Ես էլի եմ շեշտում, էլի այս երկու ջահել տղաները չլինեն, մենք այսքան ժողովուրդը անհաց ողորմություն ենք խնդրելու կարելի ասել։ Դրանք հեքիաթներ են, քաղաքապետարանը ոչ մի բան էլ մեզ չի հատկացրել, ճիշտ է եկել են, լսրել են, ամեն ինչ այլ են, բայց ոչինչ չեն հատկացրել։ Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմից էլ վստահեցնում են, մենակ չեն թողել վաճառականներին, ընդհակառակը օժանդակել են նոր տարածքում տեղավորվելու հարցում։ Մենք միջոցներ ենք ձեռնարկել, սեղանիցներ մենք ձեռք բերեցինք, տրամադրեցինք իրանց, որ հաստատի ով կար, ով ուզում էր տեղափոխվել են։ Հիմա լրացուցիչ տեղ էլ կա եւ համայնքային հող կան դե, որը կարող է լրացուցիչ, եթե մարդկանց պահանջ լինի, էլի տեղավորենք այնտեղ աշխատեն, անմիջապես կից, շուկային կից է գտնվում ընդամենը մի 50 մետր հեռավորության վրա։ Առևտրային տարածքի կազմակերպիչի հետ ենք մենք շփվում, ոչ թե յուրաքանչյուրի հետ առանձին։ Պատմամշակութային շենքը 2021-ից նոր սեփականատեր ունի, թե ինչ ճակատագրի կարժանանա այն դեռ պարզ չէ։ Այդուհանդերձ ընկերությունը, որին այժմ պատկանում է կառույցը, հերքել է լուրերն այն մասին, թե շենքը արտաքին փոփոխությունների կենթարկվի։
Ֆինանսների նախարարի կոռուպցիոն ռիսկ պարունակող արարքների առնչությամբ քրեական վարույթ կնախաձեռնեն։ Հակակոռուպցիոն կոմիտեն հրաժարվել էր քրվարույթ նախաձեռնել։ Գլխավոր դատախազությունը հակակոռուպցիոն դատարանը մերժել էին փաստաբանական խմբի ներկայացրած բողոքները։ Ի վերջո փաստաբանական համայնքի համառ պայքարի արդյունքում վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանեց հակակոռուպցիոն դատարանի փետրվարի 27-ի որոշումը եւ դրան փոխարինող դատական ակտ ներկայացրեց վարույթի հանրային մասնակցի վրա դնելով քրեական վարույթ նախաձեռնելու պարտականությունը։ Սրանք հարցեր են, որոնք մեր կարծիքով կոռուպցիոն ռիսկեր են պարունակում։ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը գտել է, որ G-Coder ընկերության վերաբերյալ ներկայացվել է պատշաճ հաղորդում։ Փաստաբանի ձևակերպման ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնին նշանակվելու օրը 2021-ի օգոստոսին Վահե Հովհաննիսյանը ստացել է $1 միլիոն անտոկոս փոխառություն եւ $50,000 նվիրատվություն ու գնել Caritas Italiana ընկերության 100% բաժնետոմսերը։ Հիմա բարձ հարցեր են ծագում։ Ով էր, որ իրեն $1 միլիոն փոխառություն տվեց անտոկոս, ինչու այդ չափի այդ մեծ գումարի փոխառություն են տվել, ով էր, որ $50,000 նվեր է տվել պետական չինովնիկին։ 2021-ի հայտարարագրով այդ ընկերության բաժնեմասը պատկանում է Վահե Հովհաննիսյանին։ Մեկ տարի անց, սակայն, Caritas Italiana ընկերությունը վերակազմակերպվել է, դարձել է G-Coder։ Արա Զոհրաբյանը տեղեկացրեց, որ Վահե Հովհաննիսյանի նույն տարվա հայտարարագրում նշված է, որ տարվա վերջում դեռ դրա բաժնետոմսը $1,50,000 չափ մնացել է 2023-ին, սակայն հայտարարագրում այդ բաժնետոմսերն ըստ Զոհրաբյանի անհետացել են։ Բաժնետոմսերը կան, ցույցետրում տարվա սկզբում կա, հետո տարվա վերջում գրում ես չկա ու չլինելու դեպքում մյուս բաժիններից երևում է ինչ եղել այդ բաժնետոմսերի ճակատագիրը, գումար վճարել են, չեն վճարել, այսինքն այդ անհետացումը նշվել է, նաև ցույց տալու է, որ այդ շարժը չի երևում իր հայտարարագրերից։ Ավելի ուշ հայտնի է դառնում, որ ընկերության սեփականատեր է դարձել Վահե Հովհաննիսյանի մորեղբայրը։ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը հայտնել է նաև, որ կառավարությունը 2023-ին G-Coder-ին $1.5 միլիարդ դրամի ապրանքների ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնություն է տվել։ Վերաքննիչ դատարանը գտել է, որ G-Coder-ի վերաբերյալ հաղորդումը ընդգրկել է տեղեկություններ առերևույթ հանցանքի մասին։ 2024 թվականին փոփոխություն է կատարում այդ որոշման մեջ եւ դարձվում է $1.5 միլիոնը $1.8 միլիոն դրամի ապրանքի, որը կարող է մոտավորապես մոտ $118 միլիոն մաքսատուրքից ազատել այս ընկերությանը։ Ֆինանսների նախարարությունից տեղեկացրեցին, որ դեռ անցած տարի նախարար Հովհաննիսյանը մի քանի անգամ անդրադարձել է թեմային, իսկ նախարարը լրատվամիջոցների հետ ճեպազրույցներում հայտնում էր, թե հայտարարագրում արկա որոշակի անճշտությունները բացառապես տեխնիկական են։ Խնդիրը կանում են անում, որ եթե լավ է թույլտվությունը թույլ տա ես կամ մեկ այլ քաղաքացի, դա գոնե կարելի է հասկանալ, բայց երկրի թիվ 1 ֆինանսների կառավարիչը, որը ինքն է պատասխանատու մեր պետության ֆինանսների կառավարման համար, դա արդեն շատ վտանգավոր երևույթ է։ Ֆինանսների նախարարությունից տեղեկացրեցին նաև, որ Վահե Հովհաննիսյանը դիմել է կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, ներկայացրել պարզաբանումներ։ Պրոցեսն ըստ Ֆիննախի օրենքով սահմանված ընթացակարգով առաջ է գնում։ Համաշխարհային սուպեր աստղ Ջենիֆեր Լոպեսը համաշխարհային տուրի շրջանակներում համերգով հանդես կգա նաև Երևանում։ Armenpress-ի փոխանցմամբ Լոպեսը ամռանը կայանալիք համերգային տուրի մասին հայտնել է Instagram-ի իր էջում։ Հրապարակվել է նաև այն քաղաքների ցանկը, որտեղ Լոպեսը հանդես կգա իր Up All Night խորագիրը կրող համաշխարհային տուրի շրջանակներում, որոնց թվում է նաև Երևանը։ Լոպեսի Երևանի համերգը տեղի կունենա օգոստոսի 3-ին Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական ստադիոնում։